Ողջունում եմ ձեզ, հարգելի հեռուստադիտող, ձեր էկրաններին դուք դիտում եք Գործարար մարդիկ հաղորդման հերթական թողարկումը։ Այսօր զրուցելու ենք Հայաստանում առաջին բիզնես դպրոցի հիմնադիր Ծովինար Սարգսյանի հետ։ Ծովինար, ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարում։ Ողջույն, Անահիտ, շնորհակալ եմ շատ հյուրընկալելու համար։ Միասին զրուցելու ենք բիզնես դպրոցի գաղափարից եւ ոչ միայն։ Նախ սկսենք նրանից, որ 2015 թվականից ի վեր բիզնես ոլորտում եք, բայց բիզնես ոլորտում ձեր գաղափարը մի փոքր առանձնացավ մնացած ավելի սովորական գաղափարներից եւ հիմնվեց Հայաստանում առաջին բիզնես դպրոցը։ Խոսենք նրանից, թե ինչպես գաղափարը նախ առաջացավ ձեզ մոտ, ապա խոսենք, թե ինչպես այն դարձրիք իրականություն։ Նախ շատ շնորհակալ եմ հյուրընկալելու համար, ինչպես արդեն նշեցի, Անահիտ, տեսեք, քանի որ ինքս սովորել եմ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի բաժնում, մենք ուսումնառության ընթացքում շատ ուսումնասիրում էինք տարբեր ընկերությունների кейսերը, մասնավորապես միջազգային ընկերությունների, եւ հենց այդ ժամանակ ինձ մոտ անդադ հարց էր առաջանում, միթե արդյոք Հայաստանում մենք չունենք ընկերություններ, գործարարներ, ում փորձառությունը անցած ճանապարհը կարող ենք վերցնել ու ավելի կենթանի օրինակներ ունենանք ու դրա արդյունքում նաև իհարկե շատ այդ գաղափարը մտքում եփվելով ու ավելի առարկայանալով առնվազն ճանապարհային քարտեզ, հա, որտեղից պետք է սկսել 2015 թվականին որոշեցի, որ ինչպես ասում են, եթե ոչ ես, ապա ով, վերջի վերջո որևէ մեկը պետք է այդ խնդրի լուծումը տար, իհարկե նաև այն, ով ավելի շատ ու սուրն է զգում այդ խնդրի լուծման անհրաժեշտությունը ու այդտեղից սկսվեց գաղափարի այսպես պատկերումը, քարտեզագրումը, որից հետո արդեն անցանք հիմնական քայլերի իրականացման, այո։ Ընդհանրապես ասում են, խնդիրների լուծումը տրվում է այն ժամանակ, երբ սեփական մաշկիդ վրա զգում ես այդ խնդիրներից առաջացած այսպես փոքրիկ խնդիրները ու լուծում ես այն գլոբալ խնդիրը, դառնում ես այդ խնդրի լուծման հեղինակը։ Խոսենք նրանից, որ թեպետ շատ հաճելի է հնչեցնել, որ առաջին բիզնես դպրոցի հիմնադիրն եք, բայց դրա ետևում հսկայական աշխատանք կա մինչև այդ առաջին բիզնես դպրոցի հիմնադիր դառնալը։ Ինչ խնդիրներ ու մարտահրավերներ առաջացան այն ժամանակ, երբ գաղափարից արդեն իրականություն եք փորձում դարձնել ձեր միտքը։ Տեսեք, իրականում ամենակարևոր բաներից մեկը, ես միշտ որ նշում եմ, դա ժամանակակից մարդու, նաև ստեղծարար մարդու համար, հա, կարևոր 3 որակ կա, A. տեսնել խնդիր, B. խնդրի լուծում եւ երրորդը վերցնել հանձնառություն խնդիրը լուծելու համար։ Բայց այս ճանապարհին նաև շատ կարևոր է, որ դու քո մեջ բավականին շատ հմտություններ կարողանաս հղկել, զարգացնել, բարելավել, որովհետեւ առաջին դեպքում դու պետք է հաղթահարես նախ քո մեջ եղած վախերը, քո մեջ եղած մարտահրավերները, որից հետո արդեն սկսես միջավայրում որևէ փոփոխություններ բերել ու նաև համագործակցություններ ձևավորել։ Առաջին կարևոր բաներից մեկը, երևի մարտահրավեր, եթե այսպես ձևակերպեմ, դա սեփական ուժերի ու սեփական նախաձեռնողականության վրա առավելագույնս վստահությամբ ներշնչվելն էր, որովհետև իսկապես ամեն բան սկսում է հավատից։ Եթե դու հավատում ես, որ կա խնդիր, դու տեսնում ես խնդրի լուծումը եւ հավատում ես, որ դու կարող ես այդ հանձնառությունը վերցնես խնդիրը լուծելու համար, ես վստահեցնում եմ ձեզ, որ ճանապարհին ոչ մի խոչընդոտ, եթե նույնիսկ խոչընդոտ հանդիպեք էլ, ինչպես մենք են գործարարության մեջ ասում, յուրաքանչյուր խնդիր դա հնարավորություն է։ Այսինքն առաջին կարևոր բանը դա մտքում ունենալ այն կարևոր միտքը, որ եթե շատ մարդկանց մոտ ստացվել է, ուրեմն ինձ մոտ եւս կստացվի։ Այստեղ ուղղակի մի փոքր կամքի, համառության, առաջարժվելու, չընկճվելու, չհանձնվելու խնդիր կա։ Երկրորդ կարևոր բանը դա միջավայրում, քանի որ բիզնես դպրոցը ինքը ամբողջությամբ, բացի այն, որ կա գաղափար, կա խնդրի լուծման տեսլական, շատ կարևոր են համագործակցությունները, որտեղ ինչպես միշտ նշում ենք, յուրաքանչյուր հաջողված գործունեության հիմքում կանգնած են մարդիկ, ստեղծարար մարդիկ ու այստեղ առաջին կարևոր բանը դա համախմբել դասախոսական կազմին, որովհետև մենք ունեինք հստակ տեսլական, ինչ խնդիր ենք լուծում, ունեինք հստակ առարկայական ցանկ, ինչ պետք է սովորեցնել այնտեղ, բայց ովքեր են դասավանդելու եւ ովքեր են ուսումնառություն ստանալու, սա կարևոր կտոր էր, որ իհարկե պետք է լիներ համագործակցությունների փոխօգնության վրա։ Իրականում ամենադժվար փուլերից մեկը ըստ էության արժեք ստեղծող ու շատ այսպես արժեքահեն գործարարների հետ համագործակցություն ձևավորելն էր եւ երկրորդը գտնել ուսանողների կամ այսպես ներգրավել, ոչ թե գտնել, ներգրավել բառը ավելի ճիշտ է, ովքեր որ կհավատային մեզ, մեր գաղափարին, կգային համակարգի մեջ, այսպես կներգրավեին եւ ամենակարևորը հետագայում կփորձեին իրենց ներդրում ունենալ Հայաստան աշխարհի զարգացման մեջ, մասնավորապես գործարար միջավայրում։ Բիզնես գաղափարի հիմքում որներ տրամաբանությունը պահանջարկը ձևավորեց առաջարկ, թե հակառակը առաջարկ կար, ինչի հիման վրա էլ ձևավորվեց ձեր պահանջարկը։
Ես կարծում եմ ավելի շատ իրականում տնտեսագիտության մեջ այսպես մի փոքր դժվար է ասել առաջարկն է ծնում պահանջարկ թե պահանջարկը առաջարկ փոխգործակցություն կա, բայց կարծում եմ այս դեպքում ավելի շատ առաջարկը արթնացրեց դեռ չբացահայտված պահանջարկը, որովհետև իրականում մեզանում կար այդ կարող եմ այսպես ասել թաքնված պահանջը, որ օրինակ ֆորմալ կրթությունից զատ լինի մի միջավայր, որտեղ որ դու կստանաս ոչ ֆորմալ կրթություն, ծանոթություններ կունենաս տարբեր հաջողված գործարարների հետ, մասնագետների հետ եւ սա ավելի շատ արթնացրեց այդ պահանջը եւ շատ մարդիկ հասկացան, որ չէ, բայց իրենք ունեին դրա կարիքը, իրենք ուզում էին այսպիսի մեկ ալտերնատիվ ոչ ֆորմալ կրթական հաստատություն եւ իհարկե դպրոցը եկավ բավարարելու նաեւ այդ կարիքը պահանջը։ Խոսենք նաև այդ կարիքներից, ընդհանրապես ինչպիսին էր հետաքրքրվածությունը առաջին տարում եւ եթե փաստ արձանագրենք, փաստացի առաջին շրջանավարտները 10 տարվա վավերնություն։ Արդեն այո։ Տեսեք, իրականում ինչն էր մեզ համար, առնվազն ինձ համար շատ եւ զարմանալի եւ ուրախեցնող եւ նաեւ շատ այսպես պարտավորեցնող։ Ես հիշում եմ, երբ մենք առաջին անգամ հայտադիմումը բացեցինք առաջին բիզնես դպրոցի ընդունելության, առաջին տարին ունեինք 2 ամիս ժամանակ, որպեսզի ուսանողների հավաքագրման փուլը կազմակերպեինք։ Մենք ստացանք 418 դիմում։ Ու դե բնականաբար ունենք ընդամենը մինչև 35 հոգու տեղ, որովհետև շատ կարևոր է, որպեսզի դու յուրաքանչյուր անհատի վրա շատ խորքային ներդրում ունենաս, զարգացնես, ինչ որ ճանապարհ անցնես, հա, իրենց հետ ու մեզ համար իսկապես նույնիսկ շատերը, ովքեր որ չէին հավատում, վստահաբար իրենք եւս կային մեր գաղափարի կյանքի կոչման ժամանակ, ասում էին, որ չի աշխատի, ոչ ոք չի գա 6 ամիս սովորի, ոչ ոք չի վճարի, ոչ մի դասախոս չի համաձայնվի կիսվել, բայց հաջողվեց ու մեզ համար իհարկե բարդ էր այդ ընտրության փուլը, վերցրեցինք տարբեր Օքսֆորդ, Քեմբրիջ, Հարվարդի, այսպես ընդունելության տարբեր համակարգերը, հա, միքս արեցինք, որպեսզի իհարկե նաև ադապտացնելով մեր շուկայի առանձնահատկություններին եւ ընտրեցինք 36 ուսանողների, մեր արդեն ինչպես նշեցիք 10 տարվա շրջանավարտներին, որոնցից շատերը իրենց գործունեության ոլորտում բավականին հաջողված անհատներ են, նաև մինչև այսօր մենք տարբեր համագործակցություններ ենք ունենում եւ այլն, հա, այսինքն այդ փուլը իսկապես եւ զարմացնող էր եւ պարտավորեցնող, որովհետեւ առաջին տարին միշտ դու էլ ունես վախեր, որոնց մասին արդեն խոսեցի ու ամեն բան պետք է անեիր, որ իդեալական լիներ, որովհետեւ դրանից է կախված հետագա իր շարունակականությունը, աճը, զարգացումը եւ հետագա ընթացքը։ Դե կարող եմ նաեւ տրամաբանել, որ ինքը ունենք 10 տարվա վաղեմություն, ուրեմն առաջին տարին հաջողվել է։ Անշուշտ։ Խոսենք նաև նրա մասին, թե այն գործարարները, որոնց որ դուք կրթում եք, այսօր շուկայում ինչպիսին են ու ինչ առանձնահատկություններ ու հատկանիշներ ունեն որպես բիզնես մարդիկ։ Տեսեք, ամենակարևոր բաներից մեկը իհարկե ինքս միշտ նշում եմ, գործարարության մեջ 2 կարևոր կտոր կա՝ փափուկ հմտություններ եւ կոշտ հմտություններ, soft եւ hard skill-երը։ Դե շատ բաներ հնարավոր է սովորել՝ մարքեթինգ, մենեջմենտ, project management, կոշտ հմտություններ եւ այլն։ Ես երևի այսպես եթե ընդհանրական առանձնացնեմ, ամենակարևոր բաներից մեկը, որ ես տեսնում եմ ու մենք նաեւ մեր համակարգի ներսում շատ մեծ ջանք ենք դնում դրա համար, որ յուրաքանչյուր անհատ ով մուտք է գործելու գործարար ոլորտ, ինքը իր մտքում ունենում է այն կարևոր տեսլականը, որ ես իմ գործունեության ոնց եմ նպաստելու իմ երկրի հզորացմանը, իմ միջավայրի զարգացմանը։ Շատ կարևոր է, որովհետև իրականում Վարդգես Պետրոսյանն էր, չէ՞, ամենակարևոր բաները մեզ այդպես էլ չսովորեցրեցին, այդ թվեր հաշվել հետո էլ կսովորեինք եւ այլն, եւ շատ կարևոր է, երբ օրինակ հատկապես բիզնես դպրոցի շրջանավարտների միջին տարիքը կարող ենք վերցնել օրինակ 35+, այսինքն կայացած մարդիկ են, հա, մեծ մասը իրենք հենց այդ տարիքում էլ կարողանում ենք իսկապես բոլորովս միասին գալ այն գաղափարին, որ այո, արժեք ստեղծելը կարևոր է, այո, խնդիր լուծելը կարևոր է, բայց մենք մտքում պետք է ունենանք նաև այն միտքը, ես ոնց եմ նպաստելու իմ միջավայրի զարգացմանը։ Սա երևի ամենակարևոր որակներից մեկն է, որ կնշեմ։ Երկրորդ կարևոր բանը այդ
կրթությունը ամբողջ կյանքի համար կոնցեպտն է, որ իրենք վերցնում են, այո, որ իրենք չեն մտածում, որ վերջես ավարտեցի, ամենը ավարտվեց։ Չէ, իրենք անդադ սովորում են, նույնիսկ մենք բիզնես դպրոցում այսպիսի մի սկզբունք ունենք, որ օրինակ 2016-17 թվականի շրջանավարտները իրենք ամեն տարի կարող են գալ, բաց է իրենց համար ու մասնակցել դասերին։ Մենք ունենք շրջանավարտներ, ովքեր ամեն տարի բոլոր դասերին գալիս են, այսինքն իրենք մի անգամ գալիս են ու իրենք գիտեն, որ մինչև կյանքի վերջ առնվազն կա մեկ միջավայր, որտեղ որ իրենք անդադ կարող են անդադար կրթվել, սովորել, գիտելիք, փորձառություններ ձեռք բերել։ Այս շրջանավարտների մեջ օրինակներ, որ հիմա նաև դասավանդում են բացի սովորելուց։ Իրականում ունենք, մենք այս տարի մեր հոբելյանական 10 տարվա ընթացքում այսպիսի մի ծրագիր ենք ուզում պլանավորել, քանի որ մեր կարգախոսն է նաև Pass on the knowledge, փոխանցիր գիտելիքդ, որպեսզի մեր շրջանավարտ ուսանողները իրենց գիտելիքներով փորձառությամբ կիսվեն համայնքի երիտասարդների հետ, դա էլ ուսանողի տան ծրագրի համատեքստում, որ իրենք նաև այդ պատասխանատվության զգացողություն ունենան, որ ժամանակին իրենք որևէ մեկից սովորել են, փորձ հիմա պետք է իրենք փոխանցեն, այո։ Ես նաև տեղյակ եմ, որ շատ մեծ ուշադրություն եք դարձնում համայնքային կյանքին եւ կյանքին ակտիվություն տալուն, ինչքանով եք ձեզ պարտավորված զգում եւ ինչքանով եք կարեւոր համարում նաև համայնքներում նույն ակտիվությունը մտցնել, ինչը որ այսօր մայրաքաղաքում տիրում է։ Տեսեք, ոնց որ միշտ ասում ենք մարզերում սեր կա ու շատ ու նաև տաղանդաշատ երիտասարդներ, վստահաբար նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ մեր հնարավորությունների, ռեսուրսների մեծ մասը կենտրոնացված է Երևանում եւ համայնքները շատ բաներից զրկված են։ Հետևաբար, քանի որ ինձ համար Հայաստանը դա չի սահմանափակվում միայն Երևանով, ընդհանուր Արցախ, Հայաստանի համայնքներ, այստեղ շատ կարևոր է, որ այդ հնարավորությունները գնան նաև համայնքներ, հա։ Եթե որևէ մեկը ծնվել է օրինակ Չիվա գյուղում, դա դեռ չի նշանակում, որ իր համար աշխարհի հնարավորությունները փակ են։ 21-րդ դարը բաց հնարավորությունների ժամանակաշրջան է եւ այստեղ մեր հիմնական դերն ինչու՞մ է կանում, որ մենք ցույց տանք այդ հնարավորությունները, որովհետև ինչ որ մեկն էլ մեր կյանքում այդ դերը ունեցել, չէ՞, ինչ որ մի օր ճանապարհ ցույց տվել կամ ինչ որ մի բան փոխանցել է գիտելիք փորձ։ Հետևաբար մենք այստեղ նաև ուսանողի տան մեր հզոր մտքի բանով ծրագրերով նաև հենց սրան ամբողջությամբ միտված Հայաստան, Արցախ համայնքների զարգացում երիտասարդության ու կրթության միջոցով։ Տանել երիտասարդության այդ ներուժը համայնքներ ու ինչու ոչ ինչ-որ բիզնես գաղափարներ համայնքների։ Նույնիսկ շատ դեպքերում ոչ թե տանել, այլ հենց տեղում մենք ինքներս գնանք եւ այդ գիտելիքը սովորեցնենք, որտեղ ով ասեց, որ միշտ պետք է օրինակ համայնքից երիտասարդը գա։ Մենք եւս կարող ենք գնալ, հա, վերջիվերջո։ Տեղյակ եմ, երբ անընդհատ ինչ-որ տարբեր համայնքներում եք լինում եւ այո, իրենց մոտ դուք եք գնում, այլ ոչ։ Մենք էլ իրենցից շատ էներգիա ենք վերցնում։ Իրականում մենք դրա դնում ենք, որ գալիս ենք ձեզ գիտելիք փոխանցենք, իհարկե դա է շատ կարեւոր է, բայց մենք էլ շատ էներգիա, շատ մոտիվացիա, այո, շատ վերցնում ենք։ Խոսենք նաև ուսուցման ընթացքից, շատ հաճախ սովորողներն ասում են, որ պրակտիկ հմտությունները հետագայում լավ մասնագետ դառնալու համար առավել կարևոր են, քան տեսական գիտելիքները, բայց տեսականը պրակտիկի հիմքն է, ոմանք էլ ասում են, ինչ տեսական ուսուցման մասին է, խոսքը գնում բիզնես դպրոցում եւ ընդհանրապես դասերն ինչպես են կազմակերպվում ձեզ մոտ։ Տեսեք, իրականում մեր երևի ամենամեծ բացերից մեկը այն է, որ կրթության ոլորտը մենք բաժանում ենք կամ այսպես է, կամ այնպես է։ Հա, բայց ինքը կարող է լինել նաև այդ երկուսի զուգորդումը։ Բոլորովին պարտադիր չէ, հա, որ մեկը ժխտենք, մյուսը բարձրացնենք։ Ես լինելով եւ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության մեջ միանշանակ կարող եմ ասել, որ տեսական գիտելիքներն անհրաժեշտ են, որովհետեւ եթե դու այբուբենը չիմանաս, եթե դու չես կարող, հա, նախադասություն կազմել, տառերը չիմանաս, ոնց ես գրելու, հա, ոնց ես նախադասություն կազմելու։ Ճիշտ նույն կերպ էլ գործարարության մեջ է, այսինքն, եթե դու չգիտես, օրինակ, մենեջմենթի հիմունքներ, եթե դու չգիտես մարքեթինգի հիմունքներ, եթե դու չգիտես ռազմավարական պլանավորում, լավ, ի՞նչն ես պրակտիկ անելու։ Իհարկե, շատ դեպքերում հոտառությամբ, փորձառությամբ գործարարները արել են, բայց ամեն դեպքում, երբ մենք ուսումնասիրում ենք տարբեր փորձերը, մենք գալիս ենք նրան, որ գործարարը ասում է, ես ամեն ինչը արել եմ, բայց հիմա հետ եմ գնացել կարդում եմ, հասկանում եմ որտեղից եմ այլ, այսինքն ես դրա տրամաբանությունը ամենը ոնց որ կարողանում եմ հասկանալ, հա։ Հետևաբար եւ տեսականը եւ գործնականը միանշանակ անհրաժեշտ են, մեզ մոտ մի քանի փուլերով են, ունենք լսարանային դասեր, ունենք բիզնես այցեր, տարբեր ընկերություններ, որտեղ որ մեր թիմակիցները տեղում ծանոթանում են բիզնես պրոցեսներին, ինչ հնարավորություններ կա, ոնց է ընկերությունը աշխատում, ինչ ներքին մշակույթ կա, ունենում ենք բիզնես այցեր
դեպի մարզեր, որտեղ որ ծանոթանում ենք տարբեր համայնքային խնդիրներին, որի հիման վրա էլ ծնվում են նոր գաղափարներ, նախագծեր, ունենում ենք network հանդիպումներ, ավելի անմիջական թեյի, սուրճի շուրջ, որտեղ որ տարբեր փորձագետներ կիսվում են իրենց գիտելիքով, փորձառությամբ։ Այսինքն մենք փորձում ենք նաև ուսուցման տարբեր մեթոդները համատեղել իրար հետ, որպեսզի այդ գիտելիքի փորձի փոխանցումը ավելի արդյունավետ լինի։ Ծովնար, կարող ենք եզրակացնել, որ նոր պատասխանեցիք նաև այն հարցին, որ բիզնես դպրոցը ունի հստակ բիզնես կրթության տեսլական եւ արդեն 10 տարի հենց այդ տեսլականով էլ առաջ է գնում։ Այո, ոչ միայն տեսլական, այլ նաև մեթոդ, այլ նաև գործիքակազմ, որը որ տարիների ընթացքում ցույց է տվել իր արդյունավետությունը։ Իհարկե, յուրաքանչյուր տարի նոր թարմացումներ, նոր բաներ ինտեգրվում են, որտեղ ժամանակներն են շատ արագ փոխվում եւ այն ինչը օրինակ արդիական էր 3-4 տարի առաջ, հիմա կարող է արդիական չլինել, բայց այնուամենայնիվ հենքային շատ բաներ կան կառուցված, որի հիման վրա արդեն առաջ ենք շարժվում։ Անկամ ամիսների, այսպես կարելի ասել, տրամաբանությամբ փոխվում է տեղեկատվական տեխնոլոգիաները միանգամից են ամեն ինչ փոխում, ինչ նոր գաղափարներ ու մտքեր կան, որ պետք է իրագործեք հետագայում։ Տեսեք, հիմա ամենակարևոր բաներից մեկը ուղղություններից, որ ըստ էության մեզ մոտ առանցքային են, դա միջազգային համագործակցությունների ընդլայնումն է, որովհետև շատ կարևոր է նաև դրսի փորձառություն։ Ճիշտ է, մենք ունենք դասախոսներ, ովքեր որ դրսից միջազգային շուկային փորձառություն են դասավանդում են, բայց դրսի համալսարանների հետ տարբեր համագործակցություններ, փոխանակման ծրագրեր, սա մեկ ուղղություն եւ երկրորդը մեր արդեն շրջանավարտների համայնքի այսպես կենսունակության ապահովումը, քանի որ շատերը արդեն քիչ չեն 400-ից ավել կլինեն շրջանավարտները իրենց մեջ համագործակցությունների ձևավորում, այսինքն այդ ստեղծարար համայնքի մեջ կապերի ձևավորումը, որպեսզի իրենք իրար հետ ավելի ինտենսիվ սկսեն համագործակցել, իրար հետ նախագծեր անեն, իրար հետ փոփոխություններ բերեն, այսպես սրանք այն հիմնական դրանքից իհարկե նաև առարկայական ծրագրերի թարմացումը, բայց այս երկու կարևոր բաները՝ միջազգային համագործակցությունների ընդլայնում տարբեր համալսարանների հետ ու նաև շրջանավարտների համայնքի կենսունակության ապահովում։ Ընդհանուր այն մեթոդներ են, նպատակները, որոնք որ ձեր առաջ դրել եք, թող իրականություն դառնան եւ շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Զրուցակիցս Հայաստանում առաջին բիզնես դպրոցի հիմնադիր Ծովինար Սարգսյանն էր, իսկ մենք կհանդիպենք ճիշտ 1 շաբաթից։ Հաջողություն։